Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջով եւ Հայլի.am կամ Հայլի ակումբ Facebook-յան էջերով։ Մենք ուղիղ եթերում ենք եւ այսպես ես իմ հետևորդներին խորհուրդ կտամ այս փուլում շատ կարճ ժամանակահատված ուղղակի մեզ հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ասեմ, որ մենք այս էջով էլ ունենք շատ հետևորդներ եւ շատ կարեւոր է որպեսզի նաեւ կայացնենք նաեւ այս էջը ինչեւէ քիչ հետո մեզ կմիանա Լարիսա Ալավերդյանը, բայց մինչ այդ մի քանի թեմաների, որ հարկամարեցի առանձին այս թեմաներին անդրադառնալ 3 մանկական եվրոտեսիլներ, ճիշտ ասած, ես արդեն շատ վաղուց կամ ոչ մեծահասակների, երիտասարդների եվրոտեսիլին եմ հետևում, ոչ մանկական եվրոտեսիլին, որտեղ վաղուց ինքը հետաքրքիր չի եւ այն փուլից, որ արդեն Կոնչիտան դարձավ հերոս եվրոպական աշխարհի համար, արդեն ինքը դառնում էր նաև զզվելի եւ նողկալի, բայց կարծում եմ այն փուլում, երբ որ նաև գաղտնի քվեարկություն կար Հայաստանից բավականին շատ ձայներ էր հավաքել Կոնչիտան, մեր նախկին իշխանությունները պիտի հետևություն անեին, թե ինչ է տեղի ունենում մեր երիտասարդության հետ, գիտենք, որ հիմնականում երիտասարդներն են եվրոտեսիլին հետևում Եվ ընդհանրապես, երբ որ եվրոտեսիլ արդեն մուտք գործեց, եւ ոչ միայն եվրոտեսիլ, եթե նայում ենք երեխաների, մանուկների, երիտասարդների եվրոտեսիլ եւ ընդհանրապես անգամ Նոբելյան մրցանակին, եթե հետևում ենք, մենք տեսնում ենք, որ այնտեղ կա շատ կոնկրետ քաղաքականություն մի առիթով ասել եմ, եթե Չեխովը, Բունինը, Պաստեռնակը տեսնեին, թե հիմա ովքեր են ստանում գրականության մրցանակ, Նոբելյան մրցանակակիրներ ովքեր են հաստատ դագաղի մեջ մի քանի անգամ իրենք անհանգստությունից կշրջվեն եւ նաեւ մյուս ոլորտներում օրինակ մեր շատ հայտնի Ջեֆրի Սաքսը, որ համարում են այսպես բան խոսքա, չէ, պապա, ինքը գիգանտներից է, հա, տնտեսագիտության մեջ, էկոնոմիկան աշխարհի մեծ գիգանտներից է, չի ստանում, ինչու, որովհետեւ ինքը շատ վաղուց արդեն հասկացել է, թե ինչ կեղտոտ քաղաքականություն է վարում Նոբելյան ակադեմիան, այն ակադեմիան, որ մրցանակներ է տալիս եւ ովքեր են տերերը եւ ինքը նաեւ այլ ճանապարհ է մեծ հումանիստի այսպես ճանապարհ է ворթեգրել եւ մշտապես քննադատում է գլոբալիստներին ինքը օրինակ դուրս է այդ ամենից եւ իրեն չեն տվել եւ ինքը չի էլ մտածում վաղուց արդեն դրա մասին վերադառնանք մանկական եվրոտեսիլին 3 ուղակի այսպես լրահոսը հետևում է եւ նկատեցի, որ շատ հետաքրքիր էր 3 հայկական ազգանուն։ Այնուամենայնիվ շատ ուրախալի է, նշանակում է, որ իսկապես մեր ազգը, մեր գենետիկ ինչ-որ հետաքրքիր բաներ ունի։ Երկրորդ տեղում Ուկրաինայի այդ մասնակիցը հայկական ազգանուն ուներ, հայեր եւ հրաշալի կատարում, երրորդ տեղում Վրաստանի մասնակիցներ հայ ազգանունով, 4-րդ տեղում մեր Հայաստանի մասնակիցներ, առաջին տեղի մասին չեմ ասում, իսկապես փայլուն կատարում էր, հեսա ցույց տվեց, որ Ֆրանսիան ունի մեծ մշակույթ, այսպես ինչև է շնորհավորում եմ բոլորին, բայց ասում եմ, այսպես մի քիչ ավելի հումորով եմ վերաբերվում այդ ամենից, որտեղ այնտեղ վաղուց արդեն դիրում է քաղաքականություն, օրինակ եթե իրենք որոշել են, որ պիտի Բելարուսիայում խժդժություն ինչ-որ բաներ անել, Նոբելյան մրցանակ օրինակ տալիս էին Բելարուս գրողի կամ եթե Ուկրաինայում ինչ-որ բաներ են փորձում, բոլոր ասպեկտներում, այս ասպեկտներում, այնտեղ իհարկե չէ խնայի ուկրաինացիներին 1 միլիոն կզովի, 2 միլիոն կզովի, տարածքներ են ամբողջական կորցնում, այսպես ամբողջ երկիրը փլուզվում է 10 միլիոնի մասին են խոսում, որ արտագաղթել են դրա մասին, չեն հիշի, այսպես հուզված բան ելույթներ կունենան միայն այն ժամանակ, երբ որ տեսնում են հայտարարում են, որ ինչպեսի տաղանդավոր ժողովուրդ են ուկրաինացիները եւ պետք է օրինակ իրենց գլուխը շոյել, ինչպես են հայտնի կապիկին տանում են եւ տարբեր երկրների պարլամենտներ գլուխը շոյում են եւ ասում են դու միջև վերջին ուկրաինացին պիտի կռվես, Զելենսկուն այդպես էլ շոյում են ողջ Ուկրաինայի ժողովրդի ինքնասիրություն, ասելով որ դուք տաղանդավոր եք, տեսեք Եվրոտեսիլում հաղթեցիք, մանկական մեծահասակների եւ կամ այս կամ այն ոլորտում։ Այստեղ իհարկե շատ մեղծ, կեղծ, երկերեսանի բան կա Եվրոպայի, բայց ինչեւ է մենք սրա մեջ ենք ապրում։ Բայց ինչու համար այս թեմային անդրադարձա, նախ իսկապես այն ուրախալի էր, որ 3 հայկական
ազգանում, սա մեզ սովետական միությունից է մնացել, հիշում եք սովետական միության տարիներին, երբ որ ինչ-որ ֆիլմեր, ինչ-որ բաներ էին ցուցադրում, մենք անպայման հայկական ազգանուն էինք փնտրում, սա երևի փոքր երկրներին կամ թվականակով փոքր այդ ժողովուրդներին է բնորոշ, որ ամենտեղ փորձում են իրենց գտնել, չնայած մենք 10 միլիոնի մասին ենք խոսում, ես նաև թվեր կա, որ մենք վաղուց 20-25 միլիոնը արդեն գերազանցել ենք աշխարհով մեկ սփռված մեծ հայություն կա, այնպես որ մենք պիտի նաև այդ բարդությունը հաղթահարենք։ Շատ հետաքրքիր էր, որ երրորդեսիլը անցկացվում էր Վրաստանում եւ շատ ամոթալի կլիներ, չէ, Արփի, համաձայն ես, որ հանկարծ մեր հայտնի դիջեյները բան այնտեղ չգնային։ Ես իհարկե այդ ազգային ժողովի նախագահն էր, չէ, այնտեղ որ գնաց շնորհավորեց Ադրբեջանի մասնակցին, մենք ունենք, չէ, դա Ադրբեջանի մասնակցին շնորհավորում էր Ալենը, այս մարդը իր կոչմանը հավատարիմ է, չի կարողանում դրանից դուրս գալ, ասենք ոնց է լինում, ինչ որ Բոշաների կամ բան չքավո, չգիտեմ ինչի մեջ ապրացի, որ բերում ես, ասում է խոզի գլուխը դնում են խալու վրա, գոլգի վրա, ինքը գլորվում գնում է։ Հիմա այս մարդը հանգամանքի կյանքի բերումով, այս բանդան, ինչպես սրբազաններն էին ասում, այս բանդան կյանքի հանգամանքի բերումով հայտնվել է իշխանության գլխին, ես ասել եմ մի առիթով, որ մեր թշնամին աղբի հոտով է իրենց գտել եւ շատ կոնկրետ ինչ որ բաներով, հատկանիշներով է, հա, իրենց ընտրել, այսինքն պիտի պիղծ լինեն, պիտի արժե համակարգ բացարձակ չունենան, հայրենիք իրենց համար զրո արժեք ունենա, ընտանիք իրենց համար զրո արժեք ունի, եւ այսպես շարունակ, կարելի է շարունակել։ Օրինակ հիշում եք Միխալկովեն հաղորդումը, որ Երվանդ Բոզոյանն էստեղ բերեց ցուցադրեց, որ 2000-ականների նույն այլանդակությունը փորձում էին անել եւ երիտասարդների հետ աշխատել Եվրոպան եւ ինչ կերպարներ էին ընտրել, զարելի բան է, հիմա մի քիչ տհաճ է ինձ համար, որ ես դա նորից վերհիշեմ եւ փոխանցեմ ձեզ, բայց այդ կերպարը, որ խոսում էր, ասում է, այ ինչպես են, այդ վարողն ասում է, օ ես կարող եմ փող աշխատել, ասում է, օրինակ դու կարող ես, ես ներողություն եմ խնդրում, բայց դա քանի որ հերարցակվել է, դու կարող ես քո հարազատի քրոջ հետ կենակցել, ասում ես, չեք խոսում, ասում է, ես տեսեք այդ կարմիր գծերը չկա, ես կարող եմ եւ արել եմ դա, եւ այսպես այլանդակություններ, լավ, դրան չանդրադառնամ, հիմա ես կարծում եմ, որ նմանատիպ ինչ որ հարցադրումներով, ինչ որ մոտեցումներով են իրենք մոտեցել եւ այս բանդային հավաքել, ինչպես ասում են սրբազանները Եվ այս մարդիկ իրականում, երբ որ հետևում եք, չգիտեմ ինչ որ շիշ բռնող են ասում, չգիտեմ ինչ են ասում, իրենք դրանից դուրս չեն եկել, իրենց երջանկությունը հաստատ այդ տիջեյական այդ բառադի թափթփուկային ինչ-որ բան վիճակների մեջ է, այդ սուտի գլամուրային, սուտի ինչ-որ վիճակ, որտեղ բոլորը թերի զարգացած, տգետ ինտելեկտուալ մակարդակը ցածր, զրո, լավագույն դեպքում միջին միջակից ցածր, չնայած սա էլ իրենց բան չէ, էլի բնորոշ ես այնտեղ երկու անուն կարող եմ միայն առանձնացնել։ Եվ տեսնում ես, որ այս մարդը ձգտում է անդադ դրան, գնա դիջեյություն անի, գնա ինչ-որ բառադի բաներ անի, ինչ-որ բան վիճակներ ինչ-որ դերասանական, ինչ-որ չկայացած դերասանական, ինչ-որ սենց շարժ ու ձևեր անի, կեցվածք ընդունի, ինչ-որ արտահայտություններ անի, սա է, իրենց նկարագիրը այսօրվա իշխանության, այսպիսին է, հիմնական մասան 80-90%-ը այդպես է, եւ պարզ է, չէ, ասենք բանը գործը թողած, երկիր էս վիճակում, հարևան երկրի նախագահն ասում է գալ եմ սատկացնեմ, վերցնեմ, ես բերելու եմ ադրբեջանցիներին հարբեցող ծաղրածուներ, սևաննել է իմը մնացածի մեջ, չէ, սրանք զբաղված են իրենց այդ նախքին բառադի, ինչ-ես մի հատ բան կա, այդ ամենով, եւ հիմա պարապ մարդ է, ինչ ասես, այս մարդը պարապ մարդ է, գնացել է այնտեղ եւ մի հատ էլ շնորհավորում է այդ մի հատ բան արա, ցույց տում եմ գնացել եւ շնորհավորում է ադրբեջանցի այդ երեխային, գիտեք, աշխարհից բոլոր երեխաներն էլ պիտի ապրեն Ես խնդրում եմ ներքևը նաեւ տեսնել այս պատկերը Աշխարհից բոլոր երեխաներն էլ իրավունք ունեն խաղաղ պիտի ունենան խաղաղ երկինք միայն հիվանդ մարդը կարող է ինչ որ մի երեխայի խաղաղություն չմաղթել Դաստոևսկին ասում էր աշխարհից ողջ հարստությունը չարժի մեկ երեխայի արցունք բայց տևական ժամանակ
սովետական միություն ԽՍՀՄ տարիներ եւ ինչ է քարոզվել է եղբայրություն, ինտերնացիոնալ մեծ բարեկամություն, 15 եղբայրական հանրապետություններ եւ այլն համերաշխություն, ինչ գեղեցիկ միջոցառումներ էին անցկացվում, փառատոներ էին անցկացվում եւ ամբողջը հիմնված ես հիշում եմ իմ մանկությունից խաղաղություն, սեր, եղբայրություն, այսպիսի քարոզեր ունեք դուք պատասխան, ինչ տեղի ունեցավ դեռ չփլուզված սովետական միությունը, մենք անմիջապես ունեցանք երկրաշարժ է տեղի ունենում 88 թվականին եւ ինչ է տեղի ունենում, երբ որ գալիս են գնացքները օգնություն պիտի հասցնեն, ադրբեջանական կողմում հարձակումներ այդ գնացքների վրա կոտրում են բոլոր ապակիները, քարերով, չգիտեմ ինչերով, հարձակումներ, հարվածներ եւ արգելում էին, թույլ չէին տալի։ 88 թվական դեռ գոյություն ունի սովետական միությունը շատ թուլացած արդեն փլուզման եզրին է։ Ունեք բացատրություն։ Այսինքն գենետիկ այս անձանց մեջ մի հատ թափթփուկ ժողովուրդ, որ եկել է վերջին տարիներին, վերջին 100-ամյակում նոր ձևավորվել է, մողոլ թաթարներից եկել են Թուրքիան ձևավորվել է, իրենք էլ այնտեղից ինչ որ մաս են առանձնացել եւ այսպես պիտի, այսպես գոյատևեց եւ հետո էլ կարողացավ անգամ մեզ հաղթել, բերելով այս թուրքական իշխանության կարողացավ հաղթել։ Դուք ունեք պատասխան, սա նշանակում է, որ իսկապես ինչ որ բան կա, որ գենետիկ անհանդուրժողականություն կա մեզ նկատմամբ եւ 88 թվականի երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը մեզ օգնում է, Ադրբեջանի ժողովուրդը քարկոծում խնդիրներ է ստեղծում, հարվածում եւ թույլ չի տալիս այդ օգնությունը գա հետո դրանից հետո անմիջապես տեղի է ունենում 89 թվական արդեն 90-ականներին շարունակվում է պատերազմը, տեղի ունենում Կիրովաբադ, Սումգայիթ եւ Բաքու, թվում էր թե մշակութային քաղաք է, արդյունաբերական քաղաք է, եղբայրաբար ապրել են կողք կողքի հայերը եւ ադրբեջանցիները, ողջ Բաքուն կառուցել են հայերը, գոնե դա պիտի չուրանան իրեն եւ շենացրել են հայերը եւ ինչ է տեղի ունենում, բառիզբուն իմաստով ցեղասպանություն է տեղի ունենում եւ եթե հիշում եք Գարի Գասպարը, որ հայկական ազգանուն ուներ, հաստատ են կարողանում իրեն փրկել այնտեղից հատուկ ինքնաթիռիչա, որ կարողանան աշխարհից մեծ շախմատիստին այնտեղից տանել զուտ դրա համար, որ հայեր եւ հայկական ազգանուն ուներ։ Ունեք սա բացատրությունը։ Սա ինչ է նշանակում, որ անգամ 70 տարվա խաղաղություն եւ ինտերնացիոնալ բարեկամություն, եղբայրություն քարոզող այդ ողջ ահռելի մեծ սովետական միությունը չէր կարողացել հասնել նրան, որ իսկապես ինչ որ խաղաղության եւ ներդաշնակություն բերեր այս երկու ժողովուրդների մեջ, ընդ որում ագրեսիան հենց իրենց կողմից էր եւ դուք գիտեք թե ինչերի է ի վիճակի անել Ադրբեջանը։ Հետո մենք գալիս է 30 տարիներ, անկախության տարիներ, պատերազմից հետո հաղթանակ, ինչ դաշնություններ են անում ադրբեջանցիները, 30 տարիների ընթացքում գնում է մի այլանդակ քարոզ հայատյացության դեմ, բարուրից ես միշտ ասում եմ, իրենք ասում են եւ ես առիթ եմ ունեցել ծանոթանալու իրենց վերջին տասնամյակում հրապարակվել էր, հետո թարգմանված էր իրենց պատմվածքները, փոքրիկ այսպես վեպերը, պատմությունները, հոդվածները, ամբողջ իրենց հակավանը հայերի դեմ է, իրենց վանկերպարը հայն է, ում պետք է մորթել, սպանել, նվաստացնել, ստորացնել, հիմնված է 30 տարի իրենց ամբողջ քարոզը, իրենց դպրոցներում է մտել այս ամեն ինչը, դաստիարակում են իրենք այսպիսին եւ դու ունեք այդպիսի բեռ։ Հայ ժողովուրդը այդպիսի բեռ չունի իր ուսին, որ ինքը պիտի գնա եւ իրենց ջնջի բան, այդպես եղել է դարերով Թուրքիայի կողմից, հետո արդեն ադրբեջանցիների կողմից։ Այդ բեռը ադրբեջանցիների վրա, ադրբեջանցիներն են այդպես դաստիարակել, ընդ որում հաղթելուց հետո էլ դուք տեսնում եք, որ դրանից չեն հրաժարվում։ Ոնց կարող է դուք պատկերացնում եք ինչ բարդույթ ունեն եւ ինչ բեռ ունի իր վրա, ինչ բարդույթի մեջ է, ինչ կծիկ է, ինչ ներվակծիկ է, թույն է, մաղձ է նստած ադրբեջանցի ժողովրդի մեջ, հենց իրենց առաջնորդների մեջ, Ալիևների ընտանիքի մեջ, որ իրեն գլխատող մարդուն կարելի է սարսափել, չէ՞ գլխատող մարդուն գեներալի կոչում են տալիս Սաֆարովին, հետո հերոսացնում են իրենք, հաղթում են, թվում է թե հաղթել են, իրենց արևին վերցրել են, գրավել են Արցախը ամբողջությամբ, բայց իրենք ստեղծում են գերիների պուրակ, որտեղ տանում են այս պատկերը, տեսեք, այս երեխաներին տանում են եւ ասում են վերցրու եւ հայ զինվորի հագուստ հագած այդ բաներին, այդ բանի խրտվիլակի ինչ որ այս կերպարներ են ստեղծել, ասում են գնա եւ ապտակի դու միջիդ մաղձը հանի եւ հերոսացի նրանով, որ դու գնում ես հարձակվում, այս սա է, այս պատկերն է։ Այս ամեն ինչից հետո իհարկե իրենց դրած չգիտեմ ինչի տեղ շարունակում են հայտարարությունները,
որ գալու ենք, որ արևմտյան Ադրբեջան կեղծ մի հատ թեզ են տարածում, որ իբրև թե այստեղ ապրել են 350 ադրբեջանցիներ, իհարկե քար լռություն Նիկոլի կողմից, որտեղ վախեցած եւ սարսափած է, որ 1,770,000 հայ ապրել է Ադրբեջանում, իսկ իրենք ուր պիտի գնան եւ ինչու չպիտի վերադառնան, երբ որ պատմական Արցախի մասին է խոսք, իսկ այստեղ պատմական ոչ մի բան գոյություն չունի, մի հատ քոչվոր ցեղ են եկել, վերջին 100 տարում նոր կայացել են, որպես պետություն իբրև ժողովուրդ, իդեպ այդ կայացման հարցում մեծ դեր ունի նաեւ Նիկոլը իրենց, երբ որ նվիրեց այս հաղթանակը, եւ սրանից հետո տեսնում ենք այս ամենի նովանդերց Ալենը գնում է այսպես մի հատ ողորմելի կեցվածքով իբրև բան ես ինչ լավն եմ ինչ պուպուշ եմ տեսեք ես եկել եմ շնորհավորել եմ ինչպիսի բարյացակամություն ինչպիսի կամեցողություն հարց ում համար է սա անում Ալենը եթե սա անում է նախ պարապ-սարապ մարդը ինչպես ասեցի DJ-ի հոգեբանությամբ սուտի բոմոնդի հոգեբանությամբ մի հատ չկայացած մեծ հաշվով Ալեն դու չկայացած մարդ ես այդ ես չէ որ պիտի ասեմ ոչ մի բանով ոչ միտեղ դու քեզ չես դրսևորել հիմա ընդամենը քո լկտի սանձարցակ բառամթերքով կարող ես քեզ դրսևորել թքելով անպատվելով մարդկանց դատի տալով այլանդակեցվածքով այ ազգային ժողովում այդ քո բառամթերքով վավաց այն պատկերը որ հերոսը Արցախի Սերան Օհանյանը փորձում է մոտել գնաց թե այդ քո լկտի պահվածքը ես բաներ կա որ չգիտեմ իմ տեսապատկերից հիշողության դուրս չի գալիս եւ այդտեղ երբ որ քո մասին խոսում եմ մոտ մի անգամից էսի ռեակցիա անում է չկայացած մի հատ ինչ որ բան մարդուկ որ DJ-ից այն կողմ այդպես էլ չկարողացավ գնալ դրան խտացավ հնարավորություն ունես մի հատ լկտիությունն ու սանձարցակություն եւ այդպիսի ժարգոնային փողոցային բառամթերքն ու բառաֆոնդը ում համար է անում դու ալեսա Շատ հետաքրքիր էր ինձ համար, սա անում էր Ադրբեջանի համար, օրինակ Ալիևի համար, տեսեք, այսքան նվաստանում է, խոնարհվում է, Նիկոլը իր կինը Մեհրիբայի առջև, դե շեֆն էլ է այնտեղ Մեհրիբան, չգիտեմ ինչեր է ասում, պատրաստ եմ արի, պատրաստ եմ նույն հարթության վրա դնել Արցախն ու պատկերացնում եք ինչ է ասում Նիկոլը, Արցախը եւ Արևմտյան Ադրբեջան, որ գոյություն չունի, այս մարդը վախից, սարսափից, չգիտեմ ինչից, պատրաստ այս ամեն ինչը դնել նույն հարթության վրա ասում է պատրաստ եմ չգիտեմ ինչ է նվիրաբերելու մենակ թե ինձ ներողամի տեղիր մեղմ եղիր իմ նկատմամբ այս ամենով բավարարվի տեսար Արցախը տվել եմ տեսնում ես Սյունիքիս ամբողջ տարածքները տվել եմ բարձունքները տվել եմ ձայն չեմ անում տեսնում ես Գեղարքունիքի այս բաները տվել եմ ձայն չեմ անում չէ դրա տես Տիգրան Աշենում այդ ամեն ինչը տվեցի ձայն չեմ անում էլ ընդհակառակը բերում եմ մտավորականներ ասում եմ տեսեք ինչ լավ բան է տեղից ջերմուկի ողջ բարձր ռազմավարական այդ բոլոր կարևոր կետերը այդ նշանակություն ունեցող բարձունքները տվել եմ, ձայն չեմ անում, ամենտեղ խոնարհվում եմ, քո առաջ խոնարհվում եմ, Էրդողանի գիրքը դնում եմ, ծոցից քնում եմ, ամենտեղ sense բարի, ոչ մի բան չեմ ասում։ Ինչ ես ուզում։ Չէ, Ալիևը գիտի ինչ է անում։ Ալիևը կապիտուլյացիայի է ենթարկել Արցախում Նիկոլին, Ալիևը ուզում է միջև վերջ հասնել։ Ինքը պիտի հայ ժողովրդին վերջնական կապիտուլյացիայի հասնի եւ դրա համար ինքը պիտի վերջնականապես կործանի Հայաստանի Հանրապետությունը, դա թուրքական մեծ ծրագիր ինքը կանգ չի առնելու այդ միամիտ ապուշներին է այդպես թվում որ ինչ որ մի պահի պիտի բանանի կանգ առնի Ալիևը եւ ասի վերջ ես այլևս առաջ չեմ գնում սա է բա չէ ինքը կանգ չի առնելու հիմա Ալեն դու տեսնում ես որ Նիկոլը չի խնայում իրեն եւ պատրաստ է անվերջ խոնարհվել բան եւ ասում է հարբեցող ծաղրացու չանցավ սա չի անցնում Ալեն այն Ադրբեջանի ժողովուրդը չի ընկալում, Ադրբեջանի ղեկավարությունը չի ընկալում, շարունակում է ստորացնել, շարունակում է զավթողական քաղաքականությունը, շարունակում է Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհը բռնել։ Ում համար է անում, հայ ժողովրդի համար է անում, հայ ժողովուրդը քո մասին ունի համաժողովրդական մեկ ընդհանուր կարծիք։ Դու թքող մարդ ես, լկտի սանձարցակ պահվածք ունես, կարող եմ հիշեցնել դնել թե դու ինչպես ես խոսում, ինչ բառամթերքով, ինչեր ես դու օգտագործում, ինչ կեչվածք ունես, նկարագիրդ էլ այսպես DJ-ական բանի նկարագիր է։ Հետևաբար դուրս արի, այս ողորմելի վիճակից դուրս եկեք։ Եթե դու մի սովորական ինչ-որ մարդ լինես, Ալեն ես ինչ որ, ոնց որ նախկինում, Ալեն ես վազվզում էիր քո համար, սրանից այնտեղ բաներ, ասենք սա պայուսակը տանում էր, նրան էիր տալիս, սա թաշկինակը, նրան ինչ որ բաներ էիր անում, չգիտեմ
ինչով էիր զբաղվում, բարի բան, տես տղա էր քո համար, ընկալելի ինչ որ տղա էր քո համար, եթե դու այդպեսին լինես, նորմալ է, կարող է շատ, դու ազգային ժողովի նախագահն ես, դու այսպես թե այնպես ներկայացնում ես, այսպես խտացված բան կերպով, հայ ժողովրդին ինչ որ մի մասին, որը անդուրժում է քեզ։ Պարզ է, իրենք ես հարցում էին անցկացել, որ դու անգամ Նիկոլից ավելի մեծ բան կա, նխկանք ու տհաճություն կա քո անձի նկատմամբ, բայց դու պատկերացրու, որ այնուամենայնիվ եթե քեզ հանդուրժում են, ձեր իշխանության հանդուրժում են, ուրեմն ինչ որ մի մաս հանձնված է, կամ ուղղակի այդպես բանի տեղ չի դնում, ասում է դադարեցրու այս նվաստացուցիչ, այս ստորացնող, այս ողորմելի վիճակը, դա ոչ մեկին պետք չէ, ոչ քեզ, ոչ Ադրբեջանի, ձեր սիրելի Ադրբեջանի ժողովրդին, որ շարունակում է մեզ նվաստացնել, դու այս պահին չէիր հիշում գերիների մասի, որ այս ազգը շարունակում է, չգիտեմ ինչեր անել մեր գերիների հետ, չեմ էլ ուզում մտածել ու ասել, շարունակում է իր երեխաներին կրթել հայատյացությամբ եւ դպրոցում դասավանդել հայեքո թշնամին, դե մորթ է սպանես իրեն, միջև հիմա այդպես է ասում, եւ շարունակում է երեխաներին որպես թանգարանային բան տանել եւ պտտացնել, ինչեր գերիների պուրակ է, չգիտեմ ինչ, տանել այդտեղ պտտացնել, ցույց տալ, որ տեսեք ինչ կա եւ ասում է խփի հարվածի նվաստացրու, այնպես որ դուրս արի ես ողորմելի թշվառ վիճակից, ես ուրիշ բան չունեմ քեզ ասելու։ Տեսեք, հիմա ասֆալտի թեմայի մասին էի ուզում խոսել, իմ բարեկամներից մեկը ինձ անդադ հուշում է, ասում է դժբախտաբար դա անգամ չի հասնում ընդդիմության ուղեղներին չի հասնում եւ անգամ որոշ խմբագիրներ շատ անգամ ասում են, դե գիտեք ինչ կա Նիկոլը ասֆալտ է անում, դե դրա համար ժողովրդին կարող է, խմբագիրներ ունենք, անգամ լրագրողներ են դրա մասին խոսում են։ Նախ եկեք ճշտենք, ասֆալտ հասկացողությունը եւ ճանապարհաշինությունը դրանք շատ տարբեր բաներ են, բացարձակ իրար հետ ոչ թե կապ չունեն, դրանք ճանապարհ դա նշանակում է ֆունդամենտալ ինչ որ ճանապարհ է սարում, այդ ճանապարհով պիտի եւ դա կարող է մնալ 20 տարի, չգիտեմ 30 տարի ինչ որ ժամանակ, իսկ ասֆալտ դա նշանակում է ինչ որ ճանապարհ կա, վրան այս կամ ինչ որ բան են փռում, ներկում են եւ դա դառնում է ասֆալտ։ Սա աչքակապության նման այն որ ինչպես ասեմ, մարդը ծեր է, տգեղ է, չգիտեմ ինչ է, փնթի է եւ այլն, բայց ինքը sense լիքը շպարվում է, այսպես բան տեսքով գնում է, ծիծաղելի է, չէ՞ ինքը դառնում եւ դա ոչ մեկի պետք չի, իրեն էլ պետք չի, ոչ էլ ընդհանրապես այն մարդկանց ինքը որ փորձում է բան ցուցադրել, բայց առաջին տպավորությունը կարող է առաջին վարկյանը կարող է այսպես ազդեցիկ տպավորիչ լինել, էլի, ասել սա է։ Հիմա սա է, ասֆալտը անում են մարդկանց մոլորեցնելու, ընդ որում բոլոր թուրքական այլանդակ հեղափոխությունները, որոնք կործանում են հետո այդ պետությունները, արել են ասֆալտի մակարդակով, ասֆալտը փռում են, այդ ասֆալտով փորձում են աչքերը փակել, եւ այդ դրա տակ ասфальտը վրա տանում են ворթիներին սպանում են կամ գալիս են ձեր տները հանձնում են ինչպես Արցախում կամ Սյունիքում բարձունքները ռազմավարական բոլորը հանձնում են հետո գալիս են հետո էլի են ворթիներին տանոսանում սա աշկակապության պես բան է եւ ինչու են ասֆալտով ոգևորված այս մի հատ բան արա ինչու են ոգևորված ասֆալտով որովհետեւ բանը իրենք հասկանում են որ ասֆալտը ընդ որում միակ բանն է ճանապարհ հիշեք նորից եմ կրկնում ճանապարհաշինություն գոյություն չունի ճանապարհը չկա այդպեսին բան ասֆալտը հասկացել են իրենց թուրք տերերը, Սորոս տերերը, սորոսականներ իրենց հուշել են, ասել են ասֆալտ, ասում եք ու այս մարդկանց աշկակապություն անում եք, հետո տար ворթիներին այնտեղ ուղարկի այնտեղ սպանելու, բաները տարածքները վերցրու, բաներ արա ու դե բոլոր ռեշավոր գործողությունները կանես։ Իրենք միջև հիմա հասկացել են, որ դրանով կարողանում են խաբել մեր ժողովրդին, մի հատ լսեք էլի ինչ է ասում, իրականում ինքն էլ է խոստանում, ինքն էլ է հասկանում, որ անասունությունն է, բայց դրանով ոնց են կարողանում խաբել մեր ժողովրդին։ Տեսեք ինչ է ասում։ Որովհետև ասֆալտից հետ բանը, ասֆալտը ինչու մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը, Հասկացաք սիրելիներս, ասֆալտը, այսպես ասֆալտը է, ինչ ենք սիրում, ասֆալտը, ու բոլորն են այս բոլորի մոտ ասա, ուրիշ բան չկա, ուրիշ բան, ասում ես 7 միլիարդ ու կես վերցրել ես, պարդ դրել ես մեծ վրա, 8 միլիարդ, այդ ոնց եղավ երկրորդ նախագահի ժամանակ մինուսոիդ, պատերազմից հետո պարզ է, պլյուս չէր լինելու, 3 միլիարդ մինուս գալիս է, մի հատ էլ բանը, այդ ամեն ինչը փակում է, երկիրը ծաղկում է, բարիզ բուն իմաստով, 12% տնտեսական աճ, բարիզ բուն իմաստով, բոլորը սկսում են լավ ապրել, այդ չքավորությունից, այդ սեղանիկներից, այդ ամեն ինչից դուրս են գալիս, ցանկացած հայ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տանը նստած 6 անգամ հարստանում է,
Էնպես է տնտեսությունը զարգանում եւ պարտք չի բերում մեզ վրա, ընդհակառակ լցնում է, հարստացնում է մեր բյուջեն։ Այս մարդը 7.6 միլիարդ պարտքը դրել ամենը ոչինչ չկա։ Ասեք, բացի ասֆալտը ներկելուց ոչինչ չկա։ Ոչ մի բան չկա եւ այնքան սրիկա են, որ իրենց այս 500,000 ձայն տվողները թոշակառուներն են հիմնականում։ Այդ թոշակառուների բանը թոշակառուներն են եւ անգամ թոշակառուների կարող է, չէ, մի քիչ ավելի բան գտնվեր։ Ունենք մենք այնտեղ թոշակառուների, հա, այնտեղ որ խոսում է, չէ, տեսեք նախքին Նիկոլը ինչ էր ասում թոշակառուների։ Ես մի անգամ էլ եմ խոսել սրա մասին, որ ինքը ասենք ինչի դե հիմարների տեղ է դնում էլի մարդկանց։ Նախ ձեռք է առնում այդ մարդկանց, ասում է, մի հատ ասում է, գնացեք 65 տարի, դա ի՞նչ տարիք է, գնացեք աշխատեք, բիզնես արեք։ Հա, այսինքն ինքը արդեն հասկացնում է, որ ձեզ թոշակ չեմ տալու։ Որ շատ ուշ եմ տալու ձեզ թոշակ, մի հատ սա է ուզում իրանց հասկացնել, հետո դրանից հետո արդեն պրծավ տեսնում է, որ էդ էլ չաշխատես, մեկ էլ ասում է գնացեք բիզնես արեք, հա, աշխատեք կամ բիզնես արեք, հետո պարզվում է, որ դեբիլ են թոշակառուները, որ իրենք ասենք 10,000-ը ոնց պիտի ծախսեն, ասեն չգիտեն դրա ձևը, հետո սա է ասում, ինքը ասում է, բանը, ինչ անեմ, 10,000-ը ինքը շատ գիտի 10,000-ը ինչ պիտի անի, մի հատ դուրս եկեք սիրելիներ, ցանկացած 63 տարեկան կնոջ եւ 65 տարեկան տղամարդու հարցեք, եթե ձեզ 10,000 դրամ տան, դուք գիտեք ինչ կա, դուք պատկերացնեք ինչ է, բան կանեն, չէ, կանպատվեն, կանցնեն կգնան, այսինքն սա ոնց է նվաստացնում, ինչ է ասում էլի, հիմար են, չգիտեն ինչ պիտի անեն 10,000-ը, բայց մի հատ հիշեք թե падգամավոր թույլատրելի ընդդիմադիր Ուղղակի բան հիմա որ այսպես ինքը լկտիաբար պահում է, ասում է հարցակվեք ընդդիմադիր падգամավորներին, ջարդեք, սա արեք ընդդիմադիր падգամավորների վրա։ Նիկոլ, դա էլ կարող են, քանի որ դու թույլատրելի падգամավոր էիր, քանի որ դու աշխատում էիր Միքայել Մինասյանի ձեռքի տակ, այդ Միքայել Մինասյանն է ասել իր սոսկայի պատմության, որ հետո քեզ ինչքան փողեր էր տալի այդ թերթերի հետ վերադարձ բան չլինի, այդ գուցե մի մասն է պատմել, որտեղ ինքը եթե շատ բացվի, Միքայել Մինասյանը հաստատ կբացահայտի, որ մենք բացահայտեցինք, որ իրենք օրինակ Թուրքիայի գործակալներ են, ինչպես ինքը ասեց, որ Արաբատ ինքը Արարատ Միրզոյանը գործակալ է, հետո կրկնակի գործակալ են դարձրել, գուցե դա տարածվի նաև քեզ վրա, տարածվի նաև մյուսների վրա, ինչու՞ ոչ կարող է ինքը սկսել էլի խոսել Միքայել Մինասյան, չգիտեմ, նախ ինչի չի խոսում, սա է հարց, եթե խոսի, վստահ եմ, որ հենց այնպես չէր, որ զինվորականները ձեր երկին քվեարկեցին եւ այդպես ինչու ձեզ տարան падգամավոր, ինչ էիք պայմանավորվել, ինչ պիտի դու թույլատրելի ընդդիմություն էր եւ քեզ լրբություն անել կարելի էր։ Այնպես չէր, որ դուք ասում եք հարցակվեք ազգային ժողովում, ջարդեք էս падգամավորին, այն падգամավորին չգիտեմ ինչ, հիմա որ Սամվել Ֆարմանյանն ասմա ծեծվող բան sense ընդդիմություն են, ես հազար մի բան եմ ասելու այսօրվա ընդդիմությանը, որտեվ խայտարակ վատ են աշխատում, խայտարակ վատ են աշխատում, դա խորհրդարանական ընդդիմությանն է վերաբերում եւ ազգային մյուս թևերին է վերաբերում, շատ վատ են աշխատում ընդդիմությունը, բայց ինչ վերաբերում է ծեծ ուտելու, եթե նախկին իշխանությունները որոշեին, որ պետք է Նիկոլ դու ծեծ ուտես, դու հաստատ այդ խորհրդարանում ծեծ կուտեիր ու սենց հավրգած չէիր խոսի։ Ուղղակի քեզ դու դի ժողովրդի աչքերը բացի, որ դու թույլատրելի ընդդիմություն ես եղել, թույլ ինչ որ թույլ են տվել, բայց գնանք այն թեմային, ինչ էիր ասում, դու թոշակառուների հետ կապված։ Դու թոշակառուների մասին հետեւյալն էիր ասում, խնդրեմ, ինչ էր ասում ինքը թոշակառուների մասին, որ այս նախկին Այդ տատիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրաց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրաց նիսյանները պակեն։ Ասում եք լավ, թոշակառուները թոշակ ամսական 11 այդ նախկին Նիկոլն էր։ Պատգամավոր դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք Ինչ անելու թոշակառուն։ Ինչ անելու, հա, ինչ անելու թոշակառուն։ Միջև այդ ասում է սավի մատնված ինչա չգիտեք թոշակառուները, այդ կարելի էր։ Բա հիմա նույն լրբությամբ, որտեղ կուզեն լրբած գինեն, չոս է ձայնի մոտ բան է։ Բա նույն լրբությամբ բղավի, ասա Դու ինչ 400,000, 1 միլիոն, ծախսերն ես նայում ես մարդու, չգիտեմ, 30 միլիոն, 50 միլիոն, ամեն գործողությունը 100 միլիոն, թվերը, աստղաբաշխական թվերը, այս ինչերի մեջ են սրան, այս ամեն ինչին չի նայում, չի ասում, այս դրա մասին չես խոսում, գիտեն, ԿՊԱ-կան, падգամավորները, ԿՊԱ-կան այդ բաները, բոլորը փող ծախսել, ձևը գիտեն, ասեն գիտեն ուրիշ երկրներում տներ առնել, թանկ արժեք մեքենաներ առնել, բիզնեսներ դնել, ռեստորաններ առնել, տներ առնել, հարստություններ, DJ-ություններ, գիտեն, այս բանդայի անդամները գիտեն, բայց թոշակառուները չգիտեն, ինչի չգիտեն, համարում է իրենց ինչա, դեբիլ են,
Դա հասեն, թեր հասեն թոշակառուները, ինչի չգիտեն, հարց է առաջանում, պարզ է չէ, որ լավ գիտեն, չէ, որովհետև դու ագահ ես, դու չես ուզում ընդեղ փող տաս, դու 8 միլիարդ բավական չի պարտքը բերել ես, բայց դու թոշակառուն քեզ համար մարդ չի, թոշակառուն չգիտին, դու ուղեղ չունի, բան չունի, իրան կարելի է տալ մի հատ թշվառի, մի հատ ինչ-որ թոշակ, որ գնա սովի մատնված հազիվ կոպեկները հաշվի, մի հատ էլ գնա սուպերմարկետինգից, որ մի հատ ինչ-որ հետ գա իրան 5000 դրամ, հա, այդ դու դա ես անում, այդ թոշակառուն դրա համար է միայն, բայց այն որ թոշակառուն տիսես կազ բանանի, 10,000 դրամ ունենա, 100,000 դրամ ստանա, այսօր, եթե այն տեմպով, ինչ տեմպով որ ասենք աճել է թոշակը, նայենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել, այսօր թոշակառուները 200,000 թոշակ կստանային, վստահաբար եմ ասում, դուք միայն այդ տարիների տնտեսական աճը եւ թոշակը ինչքան է եղել, չի եղել ընդհանրապես եւ ինչ են ստացել թոշակառուները, եթե այդպես իշխանությունը շարունակվեր, հիմա 200-300,000 թոշակ էին ստանալու մեր թոշակառուները, հիմա կասեք հիմարություն, անհեթեթություն, չէ, կա թվաբանություն, կա էկոնոմիկա, կա տնտեսություն, կա տնտեսական աճ եւ ցանկացած մարդ Հայաստանում ապրող իր վրա զգացել է դա, չէ, ինքը զգացել է որ դա հնարավոր է թե հնարավոր չի, դա եղել է թե չի եղել, էլի, շատ է դա, այնպես որ սրանք բաներ չեն, էլի, նենց հորինած բաներ չեն, որ խոսում ենք, որ այդպես կարող է լինել, թե չի կարող լինել, սա է, ես էլ բան թոշակառուների հետ կապված, ուրեմն ինչ է հիմա, ես Վահագն Խաչատրյանի մասին էի ուզում երկու խոսք ասել, ես Վահագն Խաչատրյանը իմիջայլոց, ինքը պատմության մեջ մարդիկ կա, որ պատմության մեջ ինչ-որ բանով պիտի մնա, պիտի լինե Վահագն Խաչատրյան, ես չգիտեմ անգամ ինչ-որ տեղ գրվելու է այս անունը, չի գրվելու, դուք պատկերացնում եք հարցում են անցկացնում, ես ճանաչել չեն, չգիտեն, մեր հայրենակիցները չգիտեն, որ մենք ունենք Վահագն Խաչատրյան անունով մի նախագահ, չգիտեն, այդ մարդը լամպոչկա էլ չի, չգիտեմ ինչա, պարազիտ է, երկրի վրա նստած, ուսերին նստած այդ թոշակառուների ուսերին, պարազիտ, բառից բուն իմաստով մի պարազիտ, մի ամբողջ աշխատակազմ է պահում այս պարազիտը, ինչի համար չգիտես, ինքը Նիկոլի, ինչ ասես, շատ կլինի, ասես Նիկոլի ձեռքի տակի Նիկոլի ձեռքի տակի խոսափող, ձեռքի տակի, չգիտեմ, ինչ ուզում ես ասա Նիկոլի ձեռքի տակի ակնոց, ինչ ասես, շատ կլինի։ Այս մարդը պատմության մեջ մնալու է միայն նրանով, որ ինքը երկիրը կապիտուլյացիա ենթարկած հանձնած այդ ժամանակահատվածում, ինչ որ միած այդ անուն կար այդ մարդն էր, ոչ մի բան, ինքը ոչ մի բան էր այդ անունը որ լինի։ Եվ ինչով էր հատ լինելու, ուր էր գնացել Հռոմի Պապի թաղմանը եւ այնտեղ նկարվեց, չէ՞ ինքը այնտեղ։ Թագուհու թաղմաններ, հա, գնացել, ուրեմն ինքը հայտնի է լինելու որպես զավեշտալի երևույթ, դեպք, անց չեմ ասում, դեպք, որ ինքը նկարվեց այնտեղ, ասել էր ինձ նկարեք, եւ մեզ կարծում են, որ իր թորները պիտի հպարտանան նրանով, որ նախագահ Վահագն Խաչատրյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Էրդողանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ այլ առաջնորդների ժամանել են Աշխաբադում անցկացող խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025 ֆորումին եւ ինքը Արփի պատկերացնում ես ինչ ա եղել, արի հələ Արփի պատկերացնում ես ինքը տեսել ա, ում ա տեսել, հետո Պուտինին ա տեսել, Երանի աչքերի, ոնց որ Արփի կպաչեիր իր աչքերը, չէ, Արփին ասում ա չէ, պատկերացնում է գրվելու ա, գնացել ա, նա տեսել ա Էրդողանին ա տեսել Աստվածին, գրվելու ա, ինքը տեսել ա Էրդողանին, նույն սենյակում են եղել Էրդողանի հետ, այս են մարդամեկի հոպարն ա Էրդողանը, այսօր այս ամեն ինչը անում ա մեր գլխին, տեսել եմ, մի հատ են բան կար են, հայվան կար, որ ասում էր հերսումերս երբեք այսքան երջանիկ չի եղել, տեսել ա ինքը, ոչ ավել, ոչ պակաս, ինքը տեսել ա այս մարդուն, սիրելիներս, տեսել ա, ու հետո այն որ ասում են մենք ուր եք տանում մեզ տանում եք մի հատ հետա մնաց հետ խորհրդային բռնատիրական ավտորիտար երկրների բան եք մեզ տանում այսպիսի հայտարարություն բայց չէ հետո տեսնում ես ոնց են այսպես ծորում Պուտինի առաջ ոնց են ծորում Ղազախստանի Տոկաևի արչև ոնց են ծորում շքանշան են ստանում այս խեղճու կրակին դա անգամ դա էլ չեն տալիս էլի էդ էլ չկա ու տեսնում ես սենց մի հատ բան վիճակ, երջանկացած վիճակ, այնուամենայնիվ ես չգիտեմ, եթե մարդ կգտնվի, որ պատրաստ է իր աչքերը պատչելու նրա համար, որ ես կարծում եմ ՔՊ-ում հաստատ, արփի կլնեն, զանգահարենք, ում զանգահարեք մեզ, ՔՊ-ից, եթե կա, ես կարծում եմ ՔՊ-ում կգտնվեն մարդիկ, որ Էրդողանի, օրինակ Լուլուն,
Ես կարծում եմ լուլուն ելով, ասեք, ԿՊ-ից ելով Տիկին Ալավերդյանը եկավ, հիմա գալիս է միանա, ելով է, էլ ումաչ ով կերջանկանա, որ ով կպաչի Վագն Խաչատրյանի աչքերը, որ Էրդողանին տեսել է, ասեք Տիկին Ալավերդյան, լուլուն 1, հետո Ռուբինյանը 2, Արարատ Միրզոյանը 3, դե Նիկոլի մասին էլ չեմ ասում, մնացածն էլ արդեն ես իսկապես իրենց անունները հիմնականում չգիտեմ, որտեղ ես իրանք բան, իրանք ասես միադեմ ինչ որ բան են, ես գույտա չես էլ հասկանում իրենք ինչ են, դե արդեն Պուտինի համար չեմ ասում, Պուտինի պարագայում սենց հերթա լավ, համարը չտա, թե չեմա զզվացնեն, արդեն մենակ ԿՊ-ն չէ, այնտեղ բանը կլինի Արամ Զավենի Սարգսյանը կա, այնտեղ ելով կա Խուրշուդյանը, այն ինչա, որ թուրքի շուն, մեկը կա, չէ, թուրքի շուներ ուզում դարեն, թուրքի շունը, Շիրինյանը, Պուտինին էլ, Էրդողանի համար էլ, չէ, այդ թուրքի շունը Խաչատուրովին կարծում եմ, սենց գրկելու է ու չի թողելու։ Չէ, այս արդեն վտանգավոր է, որովհետև հատկապես ինչ-որ սենց աննորմալ ինչ-որ հակումներ ունի այդ մարդը։ Մեկը տեսա գրկեց ու, չգիտեմ, չնայած այդ պարագայում դու սենց իրար հետ գլորվեն ու գնան, վերջապես սենց կարողանանք ազատվել։ Ես էլի թեմաներ ունեմ, դրա մասին կխոսեմ, երեք Տիկին Ալավերդյանն միացավ մեզ, հիմա Տիկին Ալավերդյանը կմիանա, ինչի մասին էի ուզում ասել, երեք շատ կարևոր բան արեց, Տիկին Ալավերդյան բարև ձեզ, միացեք, մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջում, մենք աշխատելու ենք մի քանի օր այս էջով, որպեսզի ավելի տարածում ստանա նաև մեր այս էջը, որտեղ մեր հայելի էջը մենք արդեն մոտավորապես 400,000 հետևորդ ունենք եւ վերջին ամսվա ընթացքում 40 միլիոն հետևորդ չկա Հայաստանում այդպիսի թիվ Տիկին Ալավերդյան։ Ես շնորհավորում եմ մեզ, բայց սա ոչինչ չարժե, սիրելի հայրենակիցներ, եթե մենք շարունակում ենք հանդուրժել մեզ դրա այսպիսի իշխանություններ։ Ինչևէ, պարոն Աշոտյանը բավականին հետաքրքիր բան առաջարկեց, օրինակ երեք հայտնի դարձավ, որ երեք չարաչորը հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներից պատվիրակություններ մեկնել Բելարուսիա եւ հանդիպել էին Լուկաշենկոյի հետ, եւ այդ հանդիպման ժամանակ հարցեր էին առաջ քաշել, բնականաբար այս հարցերը չի լինում, որ գնում են սեղանի շուրջ, նստում են, ասում են սա կանեք, նա կանեք, սա երկար բանակցային ինչ որ բան է եւ ինչ տեսանք անմիջապես 123 քաղբանտարկյալ բանտարկյալներ ազատ արձակվեցին, Լուկաշենկոն ներուն շնորհեց կամ ազատ արձակեց իրենց։ Հիմա լավ առաջարկ է անում Աշոտյանն, ասում է մենք էլ կարող ենք այսպես դիմել Թրամփին, Թրամփ Միացյալ Նահանգները խորը մենք ունենք այնտեղ գերիներ, որ մեր գերիներին ազատ արձակեն եւ մենք պետք է ճնշում բանեցնել։ Շատ լավ առաջարկ է, պարոն Աշոտյան, բայց հետաքրքիր է ում եք սա ասում։ Մենք այստեղ մեռանք բղավելով, ասելով, որ ինչու եք դուք բոլորդ կաշկանդված առհասարակ եվրոպական երկրներ, հիմա կասեք, չէ, մենք ինչ որ մի բան արել ենք։ Ինչ եք դուք օրինակ կաշկանդված եւ ինչ որ բաներ չեք անում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց։ Նույն կերպ ես իմիջիալից վաղուց եմ սա առաջարկել, գնացեք, ոչ թե բղակ, խնդրեք։ Խնդրեք, ասեք դու քո արևին եկել ես, ասում ես ես խաղաղարար եմ, ես բերել եմ խաղաղություն, նախ էս այլանդակությունը նույն ինքը Թրամփը պիտի պատասխան տա։ Երբ որ ինչ է նշանակում քո արտգործնախարարը հայտարարում է, Ռուբիոն հայտարարում է, ասում է, որ բոլոր բաները ինչա քրիստոնյաները որտեղ այն երկրները որտեղ քրիստոնյաները ճնշված են, այդ երկրները մեզ հետ խնդրեմ կունենան։ Ինչ է նշանակում մի երկրում, որտեղ բարիս բուն իմաստով հարձակում տերոր է, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ձերբակալված են 4 սրբազաններ, դաժան պայմաններում են պահվում սրբազանները, մեծ աղմուկից հետո միայն Միքայել սրբազանին տեղափոխում են հիվանդանոց, Մկրտիչ սրբազանը բարիս բուն իմաստով դաժան պայմաններում է մնում եւ ոչ մի ծպտուն չկա իրենց կողմից, ավելին ինքը զանգահարում եւ շնորհավորում է, ասում է լավ ես անում թուրքական ծրագիրը իրականացնում ես։ Այս բանն էլ ես տալիս, այս ճանապարհը տալիս է շնորհավորում են Նիկոլին։ Բա գնացեք դու առաջարկում ես Աշոտյան 30,000 պետք չի 500 հոգով անգամ եթե հետևողական 10 օր գնալ եւ Միացյալ Նահանգներն ասել վերջ տվեք ձեր երեսպաշտությանը, վերջ տվեք ձեր կապիկությանը։ Մենք ունենք այնտեղ արդեն 3 տարի արդեն մոտենում է Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներ ունենք։ Ինչի մասին ես, ինչ խաղաղության մասին ես խոսում Հայաստան-Ադրբեջան։ Ինչի մասին ես խոսում։ Դու ինչն ես ողջունում Նիկոլի եկեղեցին տերորի է ենթարկում, մի հատ աղանդավորի բեղեր թեքվեր հիմա ողջ երկիրը մեր տերորի է ենթարկել նախկին իշխանությունների ժամանակ։ Էս ինչ բան է, գնում է ու գրավում է այս եկեղեցին, հետևից գնում է գրավում է այս եկեղեցին, վախի սարսափի մեջ է պահում քահանաներին եւ ամեն օր մի սրբազանի հետ կապված չգիտեմ ինչեր է անում ու գլխներին ինչեր է սարքում։
Ես կուզենայի հենց այս թեմայից սկսել եւ ինչ պիտի անենք Տիկին Ալավերդյան, երեք նորից ինքը գնաց, պղծեց հայ առաքելական եկեղեցիներից մեկը, այնտեղ իրենց դուք սրիկա սրբազան, սրիկա հոգեվորականներ, դուք ուխտ եք տվել, որ դուք պիտի հավատարիմ մնաք հայ առաքելական եկեղեցուն, դուք ուխտ եք տվել, երդվել եք, որ դուք պիտի հավատարիմ մնալ ընտրովի ազգի կողմից ընտրված վեհապար հորը, դուք սրիկա տականքներ, այդ 10, մի հատ այդ 10 սրիկաներին կարող ես միացնել ես Հուդաներ, Կճոյան Հուդա, Վազգեն Հուդա, Գևորգ Հուդա, այն ինչա, Սիոն Հուդա, ինքն է արել երեք, Անուշավան Հուդա, չէ, սա չեն, որ վիդեոն, որ այդ հրեշավոր է, թե ինչով են զբաղված, և գիտեք հիմա քահանաներին է, քանի որ քահանաները ամուր են կանգնած, հիմա կոնկրետ քահանաների նկատմամբ ասա սկսել, և միջև ուր պիտի գնաք, դուք չեք հասկանում, որ ձեր հերթն էլ է գալու, այսպես թե այնպես, չի լինելու, սրանց դեմքերը նայեք մի հատ, տեսեք, Հուդաները 10, Հուդա եք դուք, սրիկաներ, ձեր հոգևոր եղբայրները նստած են այսօր, տեսեք Սիոնը, դեմքը նայեք սրա, երեք սա, չէ, սա է արել երեք պատարակը, Նիկոլի կողքը կանգնած, բաս սա, թալանչի սրիկա, սա բոտեքսով սրբազան, փախած, Արցախի հոգևոր հայր, բաս սա Ամերիկայից մակունցի հոգևոր հայր ես, չգիտեմ ինչ ես, ես այս դեմքերը, բաս սա որ բաննա առած ձերքը, ցուպն առած ձերքը, բանա անում, վեհապար հորը, եղբայրաբար ասում եմ արի հրաժ, ով ես դու, ողորմելի, ով ես դու, ողորմելի ազգի կողմից ընտրված, վեհապար հորը այսպիսի բան ասես, ով ես դու, նախ դու ինչ գործ ունես այստեղ, գնա քո հոտին տեր կանգնի, Բաչան երկրների համայնքին թողել ես, խնդրեմ, Տիկին Ալավերդյան։ Եկեք տեսնեք այս ամենի մեջ մի այդպիսի դրվագ, որ երբ որ